Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով և գիտեք, ես կարծում եմ, որ այն թեման, որը արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, հանձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական որակարգի հետ ենք առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ և եկել եմ հետևյալ մի հետևության ինքս ինձ համար, որ նաև կիսել եմ հանրության հետ և հարկ եմ համարում կիսել նաև ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին։ Եվ դա մեր նպատակը և խնդիրն է, և որովհետև այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա և չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության ընդհանրապես արժեքահենք լինելը և հասարակության արժեքահենք լինելը, և ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվելը և որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման և ճակատագրի համար ունի շատ կարևոր առնչություն, և ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես համենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման և զրույցի և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության և քննարկման